Գիծը, պարոն Շահինյանն է, մենք գալիս ենք հասարակական կազմակերպության նախագահ, մի քանի թեմաներ եք առանձնացրել, խնդրեմ, որից եք ուզում սկսել ձեր խոսքը, համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Առաջին հարցը կանդրադառնամ Նիկոլ Փաշինյանի այցը մայիսին Մոսկվա, Ալբանիա եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը Հայաստան։ Այս սրիկան ժամանելով Մոսկվա, որտեղ տոնվում էր մեծ հաղթանակի 80-ամյակը, որևիցե ձևով ներկայացված չէր մեր պապերի, թորների, ծորների, զավակների ներկայությունը այդ հաղթական քայլերթի ժամանակ։ Ազգ, որը որ փայլուն ներկայություն ունեցավ մեծ հայրենականի ժամանակ եւ պատմության մեջ այնպիսի տողեր թողեց, որ յուրաքանչյուր ազգի դա միայն պատիվ կբերի։ Փոքրիկ Հայաստանը 600,000 զինվորական մասնակցություն ունեցավ, մի քանի դիվիզիաներ ու գնդեր, 103 հերոսներ, մարշալներ, գեներալներ, ազգային թվականակի առումով մենք առաջ տեղում էինք։ Եվ այդպես միշտ է եղել, քանի որ ի պաշտպանություն հայրենիքի հայ մարդը իր ընտանիքի, իր հայրենիքի համար կռվում է մինչև արյան վերջին կաթիլը։ Եվ այս ամենը քաջ իմանալով այդ սրիկան գնում է այնտեղ այդ իր կեպկայով հայտնի հարևան երկրի կանաչի վաճառողների տեսքով, որը ինքը ընդհանրապես այդ ֆորմայի մեջ է մտնում։ Դա իր արդեն կենցաղն է, իր տեսակն է, իր ձևն է, ինքը մեզ նոր հայ ղեկավարի, որը որ պետք է լինի իր ցեղից, իր անհասկանալի ցեղից, որը որևիցե կապ չունի հայի եւ քրիստոնեության հետ, եւ այդ խուժանի տեսքով, այդ քրչոտ, նվաստացած, ստորացված լակոտի տեսքով գնում եւ այնտեղ աճպարարում է ներկայացնելով մեր հայրենիքը։ Լավ է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի մեղքը եկավ եւ խնդրեց Բելոռուսի նախագահին աչքը վրան պահի, որ նոպան չբռնի, գժություններ չանի եւ այլն։ Մենք այդ ամեն ինչի մասին շատ լավ գիտենք։ Այսօր արարածը խայտառակում եւ վերացնում է մեր ինքնությունը, մեր ազգային արժանապատվությունը, մեր տեսակը, մեր պատմությունը, մեր ազգին։ Եվ այո, պատահական չի, որ Ալբանիայում արդեն իրեն մատիկով էին կանչում։ Արի մոտիկ, ապերիկ, հանձնարարություններդ կատարել ես, հավանության նշան է տալիս բութմատով եւ նման արձագանք ստանալով հետագայում ցանկանում է կոֆե վայելել իր շեֆի հետ։ Հիմա շեֆը Իլամն է արդեն։ Սիրելի հայրենակիցներ, այս ամենը դեռ շատ է
շարունակվելու, քանի դեռ մենք թույլ ենք տալիս, որ պատերազմը պայմանավորված պարտության տարած, պատերազմի արդյունքները արդեն կանխավ վաճառած, ինչի մասին ես դեռ 2002-ին եմ ասել Դուշանբեի այդ հայտնի վերելակային դիվանագիտության դիալոգը, որ եղել է, եւ նաեւ մեր հայրենիքի հողերն են վաճառում, որի հետ ինքը կապ չունի, բա ինչ պետք է անի։ Սրանք գործակալներ են, որոնք ավելի խոշորները շրջապատել են իրան որպես գժուկ, որպես հիմար, թողել են, որ նա շոուներ սարքի, կոդավորել են, պուլտն էլ դրել են կնոջ պայուսակը։ Խոսենք կնոջ մասին, նաև ուզում եմ արտգործնախարար Ռուսաստանի Դաշնության Սերգեյ Լավրովի այցի հետ կապված եւ ընդհանրապես նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի տարբեր առիթներով ելույթների մասին, որտեղ հստակ նշվում է մեր առաջ քաշած պայմանավորվածություններին դուք բոլորը մերժել եք։ Իդեպ այս process-ը Նիկոլից միայն չի սկսվում, սա արդեն առնվազն 15 տարի եւ ավելինն է, դեռ երբ մենք Եվրո ասոցիացիում համապարփակ ինչ-որ պայմանագիր, Եվրասիական միություն, այդ խաղերի մեջ էինք։ Այդ ժամանակվանից արդեն սկսվեց հարաբերությունները մտնել փակուղի, բայց ով է տուժելու գերտերությունը, թե մի բուռ հողի վրա ծվարած այդ գերտերության, նաև աջակցության, բացարձակ աջակցության շնորհիվ, սկսած դեռ 1828 թվականից, շուտով կլրանա Թուրքմենչայի պայմանագրի 200 տարի, որտեղ ռուսական կայսրությունը ստեղծեց 70,000 կիլոմետր տարածքով հայկական մարզը։ Մեզ տվել են 70,000 քառակուսի կիլոմետր, մենք այսօր արդեն 28-29 ինչ-որ այդ կողմերում ենք ասել։ Տեսնում եք, չէ՞ որ ենք իջնում, եւ տենդենսը գնում է դեպի նվազման։ Մեզ ուրիշ մեկը հող տվել է, թույլ տվել է, որ մենք մեր պետությունը վերականգնենք, մեր պետականությունը վերականգնենք։ Օսմանյան կայսրությունը կլինի, երիտ թուրքերը կլինեն, Իրանի շահը կլինի կամ հոգևոր առաջնորդն ու նախագահան։ Իրենք մեզ թույլ են տվել մենք պետություն ունենալ, մենք պետականություն ունենանք։ Իրենցից որ մեկն է մեր պետության ներսում, մեր երկրի ներսում 5000 առևտրա արդյունաբերական միավորներ կառուցել եւ ստեղծել։ Որ մեկը, եթե չեն վերացրել այնինչ ունեինք, այդ ժամանակա հատվածներին բնորոշ։ ԽՍՀՄ 70 տարիների ընթացքում վերցնենք 1920-1990 թվականները։ Հայաստանը խոշոր քիմիական արդյունաբերական երկիր էր աշխարհում։ Հայաստանում արտադրվում էին այնպիսի քիմիական, արդյունաբերական, տեխնոլոգիական դետալներ եւ նյութեր, որի պահանջարկը ուներ ամբողջ աշխարհը։ 35 տարի առնվազն մենք ասում ենք անկախ ենք։ Մենք որևէ գործարան այս 35 տարում որևէ
միջազգային մասշտաբի արտադրություն մեր հանրապետությունում դրել ենք, ստեղծել ենք։ 600,000 աշխատատեղեր վերացվեց։ Ամբողջ արդյունաբերական միավորները քանդվեցին, դարձան սուպերմարկետներ, հոթելներ, մոթելներ, վարսավիրանոցներ եւ այլն։ Հնայ բանկերի գումարները ավակ սերունդների աշխատած, հավաքած ամբողջը վերացավ, զերոյացավ։ Բերեցին պատերազմ, հրադադարի պայմանագիրը ստորագրելուց հետո 94 թվականի Բարսագույն ղեկավարության կազմը ասում էր, որ հետ պետք է տակ։ Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է։ Տղայեք պահեք, թիզական, ոչ մի թիզական, դպրոցները քանդեցին, կրթությունը վերացրեցին, առողջապահությունը վերացրեցին։ Այսօր նոր ձևավորվող ընտանիքը պետության կողմից որևիցե աջակցություն կարող է ստանալ, կարող է ինչ-որ երազել նույնիսկ։ Կարող է վարկ, ինչ-որ, չգիտեմ, այսքան տոկոսով մի ինչ-որ բանկի համար գիշեր-ցերեկ ընտանիքով աշխատեք, չարչարվեք, փակեք, մի անկյուն ստեղծեք։ Մարդիկ աշխատատեղեր էին տալիս, պարտադրում էին, փորձի 3-4 ամիսը պարապուրտի ենթարկվի եւ մի աշխատի, արդեն հաշվառման կկանգնեիր։ Իսկ ով է մտածել անվտանգության մասին ընդհանրապես, որ ամեն կողմից մեզ կարող են հարձակվել, միտեղ մի հատ տանգ են քշում, ասում են, զորավարժություններ, այ որ հիմա մտնեն Հայաստան 20 րոպեից կենտրոնում կանգնած կլինեն։ Չկար նման խոսույթ, նույնիսկ երազում չէիր տեսնի։ Հակառակը մեր բոլոր զինանշանների վրա մեր սրբագույն լեռներն էին։ Սիսը, Մասիսը։ Մենք հստակ հավակնություններ ունեինք, որ ինչ-որ արդարությունը ինչ-որ մի ձևով, ինչ-որ մի ժամանակ դեռ վերականգնվելու է։ Էլ չեմ խոսում գիտության զարգացման մասին։ Այդ տարիներին ուղղակի հարյուրներով կարելի է թվարկել, թե համաշխարհային մասշտաբի ինչ գիգանտներ տվեց սովետական Հայաստանը։ Որովհետև մարդիկ գիտելիք էին ստանում, մարդիկ կրթություն էին ստանում, մարդիկ դաստիարակություն էին ստանում։ Եվ այդպես են պետություն կառուցում, եթե դու սիրում ես այդ հայրենիքը։ Իսկ այս չխմասները իրենց ընտանիքով ընկել են դռնեդուռ եւ մեզ գնում են գյուղական բնակավայրեր, կրթել, ինչ ասես, ինչ ստորություն ասես, ինչ քաղաքենիություն ասես, ինչ այլանդակություն ասես, իրենց թույլ են տալիս։ Ծիծաղում են, որովհետև դեռ գահին են, որովհետև կարողացել են մեր ազգային բուրժուազիային գործարարների մի մասին գցել իրենցից ենթակահության կախվածության տակ, թույլ տալ ինչ-որ շատ մեծ գումարներ աշխատել և այդ գումարները կուրացրել են մարդկանց։ Այդ մարդիկ այնքան են կուրացել, որ իրենք չեն հասկանում, որ իրենց հետ ոչինչ չեն տանելու այս աշխարհից։ Ոչինչ չեն տանելու եւ դագաղներն էլ գրպան չունեն, նույնիսկ եթե գրպան էլ պատրաստեն, կարիքը չկա այնտեղ ինչ-որ բան դնելու։ Բայց դուրս են եկել իրենց ազգի դեմ, իրենց հավատքի դեմ, իրենց հայրենիքի դեմ։ Մեկ վայրկյան առաջ այս ստոր, խաբեբա, ստախոս, դավաճան, ազդեցության գործակալների թայֆան ոչ հեռացվելուց բացի ռազմական դատարանի առաջ բազմաթիվ հարցեր ունեն։
պատասխանները տալու։ Օրինակ ինչու է բայց այս կինը այսպես վիրավորում իրեն քննադատողներին, ինչու է դա պայմանավորված։ Գիտեք, մի վախեցեք։ Յուրաքանչյուր մարդ իր աշխարհայացքով, իր գիտելիքներով եւ իր դաստիարակությամբ է իր խոսքը ասում, փոխանցում, արտահայտվում։ Գիտեք, կիրթ մարդուն շատ դժվար է ստիպել, որ նա հայոյի։ Շատ դժվար է, բարդ է շատ։ Նա կարող է պատասխանել այլ ձևով։ Հիմա մենք գործ ունենք խուժանկաների հետ, անդասիրակ, փողոցային, լպիրշ, իրենց շատ բարդ է, շատ դժվար է, որ նրանք հայ կնոջ կերպարի մեջ իրենց կարողանան տեսնել, տեղավորվել։ Այդ արտաքին հարդարանքները, հակ ու կապը, որ փոփոխությունը դա ինչ է, դա արտակուստ է։ Մարդը ներսից պետք է լինի դասիրակված, գիտելիքն էլ գլխում պետք է լինի, կշտանալիքն էլ աչքը պետք է տեսած լինի։ Իրենց մոտ չկան այդ սահմանները։ Եղել են խուժան, մնում են խուժան։ Սա իրենց գնահատականն է եւ ցավով, որ այս զույգը աշխարհին ներկայանում է որպես Հայաստանի ղեկավարներից կամ ղեկավար։ Ղեկավարը չի իհարկե, նա վարչապետ է ազգային ժողովի կողմից ընտրված, բայց ինչևէ, հիմա այնպես է իրավիճակը, որ առաջի դեմքով ինքն է հանդես գալիս եւ մեր մասին կարծիք են կազմում։ Մեր մասին կարծիք են կազմում, թե մենք ինչ աստիճանի ենք բոշայացել, ինչ աստիճանի ենք կենսամակարդակ իջեցրել։ Երիտասարդության մասին ընդհանրապես խոսք չկա, որ կորցնում ենք։ Մի մասին իրենք պարկեցրեցին իրենց պայմանավորված պատերազմով, բա չէ, խաղաղ պետք է տային, որ ասեն տվեց, չէ, պարտվել ենք։ Այդ մի բառի համար է մեր այդ ամբողջ կորուստները, որ մենք ունեցանք։ Իհարկե։ Եվ այո, մեր հասարակությունը պատրաստ էր ազատագրված շրջանները, 5 շրջանները վերադարձնել։ Եվ հենց ինքը շատ լավ գիտեր իրեն բերելու առաքելությունը որն է։ Նա չի եկել, նա ով է, ում դրան շունն է, որ նա գար Մարդանի փողոց, մի քանի ամիս առաջ ընտրությունների էր մասնակցում։ Արամ Զավենի Սարգսյանը ինքը չի ուզում ասի, ինչքան գումար է ստացել ՀՀԿ-ի գրասենյակից իր այդ ելքդաշինքի ընտրաշավը կազմակերպելու համար։ Ըստ օդում կախված լուրերի խոսքը $600,000 մասին է գնում խոսքը։ Ինչևէ, այդ ամեն ինչը անցել է, արդեն նրա պատասխանները պետք է տան, կլինեն համապատասխան քննություններ, վստահ եմ, քանի որ աշխարհն է փոխվում, ձեր են սիրած լիբերալ, պուպոշիկ, ապերիկներով իրար հետ ամուսնանան, քուրիկներով իրար հետ, այդ աշխարհը փոխվում է, առաջ է գալիս քրիստոնյա աշխարհը, ուղղափառ աշխարհը, ընտանիքը որպես առաջնային, տղամարդը իր տեղը, կինը իր տեղը, երեխաները իրենց տեղը, տատիկն ու պապիկը իրենց տեղը, այդ ավանդույթներն են առաջ գալիս եւ առաջնային են դառնալու եւ հաղթող են լինելու այդ ժողովուրդները, ազգ են դառնալու այն ժողովուրդները, որոնք որ այդ արժեքներով կառաջնորդվեն եւ կապրեն։ Իսկ մեզանից աշխարհը սովորելիք ունի։ Ոչ թե մենք պետք է տեսնենք, սովորենք։ Հավաստիացնում եմ, հաճախ եմ լինում Եվրոպայում։ Գիտեմ,
հազվադեպ կտեսնես ինչ որ իրենց դեմքերը տենց վիրահատած, ինչ որ բաներ արած եվրոպացի կանանց։ Մենք այդ մասով էլ ենք ընտրել ամենավատը, տգեղը, արհեստականը, անդուրը։ Լավ, թողնենք այդ էսթետիկայի մասը։ Ուզում եմ Երևանի քաղաքապետարանի եւ վարչական շրջաններում այս իրավիճակները, այս իրադարձությունների մասին պետք է ասեմ, որ 2005 թվականին ես դեմ եմ խոսել Երևանի մասին այսօրվա գործող օրենքը, որ Երևանը համայնք, իսկ համայնք 12 համայնքները դառնան վարչական շրջաններ եւ այլն եւ այլն։ Այո, ես եթերներով դեմ եմ խոսել այս օրենքի մասին եւ ասել եմ, որ սա տանում է դեպի ուզուրպացման, սա տանում է դեպի մոնոպոլիայի, սա տանում է դեպի մեկ մարդու կառավարման մի ամբողջ քաղաք-պետության եւ դա այդպես էլ գնում է մինչեւ հիմա։ Դրա համար այս այլանդակությունները, այս ձերբակալությունները, այս կառուցապատումները, այս աղտոտվածությունները, այս մենք թթվածինը վերացնում ենք քաղաքից։ Իսկ թոքերը ինչով պետք է շնչեն ու ապրեն։ Բետոնով, քարով, փոշիով, ավազով։ Ոչ մի գլոբալ աշխատանքներ չեն տարվում։ Երևի Լինսի հիմնադրամի աշխատանքներից հետո, որ կոյուղագծերի, ջրատար խողովակների մասով փոփոխություններ եղան, դա 2006, 7, 8, 5 թվականներ։ Մենք այս առումով դուք տեսնում եք, թե մեր ջրահեռացման համակարգը, ես ուղղակի սիրելի հայրենակիցներ, մեկ օրինակ եմ բերում, թե ինչ ողբերգական վիճակի մեջ է գտնվում։ Եթե տեղումները 2-3 օր չդադարեն, իսկ այսօր կլիման աշխարհում փոխվել է, քանի որ մարդը հեռացել է բնությունից, մարդը վնասում է բնությանը, բնությունը հակադարձ պատասխանում է։ Դա այդպես է, դա բնության օրենքն է, դա տիեզերական օրենքներն են եւ քանի դեռ սա է վերաբերմունքը, մենք նույնը ստանալու ենք։ Եվ Երևանի այս թալանը, որ հիմա կատարվում է, այս մոտեցումները շրջանների ղեկավարների, պաշտոնյաների, ամեն օր ձերբակալություններ, բայց չգիտես ինչու նաև քաղաքապետը, որը ոչ միայն չի ընտրվել, չի անցել, այլ ամոթ էր, ինքը պետք է չընդուներ եւ ասել գնում ենք նոր ընտրությունների։ Այս եղած ձայներով ես չեմ ուզում դառնալ քաղաքապետ, չէ, իրենց աթոռն է կարևոր։ Աթոռը թալանը, մնացած իրենց համար լավ է, մնացածները կարան սատկեն, որ խնդիր չունեն։ Կներեք այս արտադրության համար, բայց սա բացարձակ իրենց մոտեցումն է մեր քաղաքին, որը շատ անհարմար քաղաք է դարել ապրելու համար։ Շատ։ Քաղաքը բազմաթիվ խնդիրներ ունի, որը ժամանակի ընթացքում, եթե մենք այդ խնդիրներին չանդրադառնանք, բազմաթիվ։ Ես չեմ կարող նշել ոլորտ, որտեղ չկա խնդիր։ Բայց քաղաքի էս ներողություն թքած կպցրած այդ մանկապարտեզները, այս վիճակները տեսնում եք ինչ ահազանգեր են հնչեցնում։ Գիտեք, այդ դրանք ցեխաջուր են անում, չգիտեմ էլ ցեմենտի քանի տոկոսն են օգտագործում, այնքան որ տվյալ պահին ընդունման հանձնման ժամանակ չպարկեն այդ քարերը, թե չէ 1-2 անձրև եկավ, տակը դատարկ է, իրենք քանդվելու են, գնալու են, իրենք նստած են, ասացի, դա մեծ շահույթներ են ստանում եւ այդ ամենը հստակ կառավարվում է
քաղաքապետի կողմից, բերեք մի պարզ օրինակ, որ մինչև այսօր հələ այդ ամեն ինչը մնացել է, երև Մաշտոցի Պողոտայի շուկայի դիմացի գետնանցումը։ Գնացեք տեսեք, թե որ երրորդ անգամ են արդեն վերանորոգում եւ խելքի չի գալիս։ Չեն կարողանում, քանի որ իրեն գիտեք ինչ են անում։ Սենց արտակուստ ներկում են ինչ-որ պատկեր են ստեղծվում, որ հա դե սա մաքուր է, կահավորված է, բայց ոչ մի բան չի աշխատում։ Անորակ, անփույթ, անգրագետ, գալիս ընդ նստում են էլ սենց ինչ-որ իրանց ձև տված, քաղաքապետ են։ Թող մի ոլորտ ասե, որ իրենց կյանքում աշխատել են եւ այդտեղ արդյունք է եղել։ Այդ նույն քաղաքապետը Պարետը չէր համավարակի ժամանակ։ Դրեց կործանեց 15000 մարդ կյանք խլեցին ինքնու Թորոսյան Արսենը։ Հատուկ, որովհետեւ հիմնականում նոր դեղորյակների փորձարկումներ են եղել դրանք։ Կլինիկական փորձարկումներ են եղել, արդեն կենթանիներից հետո երբ անցնում են արդեն մարդկանց վրա փորձարկումների։ Դե անտեր երկիրը ինչ պետք է անեն, ինչի՞ չէ որ փողը վերցրել են, փորձարկումներ կանեն, խոմ իրենց տնեցիկի վրա չեն փորձարկում, որ սիրտները ցավա։ Եվ ավարտելով խոսքս այսօր ես ուզում եմ անդրադառնալ մի տեսանյութի ինձ ծանոթ մի մարդ Գևորգ Պետրոսյան անունով, որը ինչ որ բան է խոսում, այդ խոսալու ժամանակ էլ նաև իմ անունն է նշում, անկեղծ ասած այս տղան ես հարգանք եմ ունեցել իր անձի նկատմամբ եւ տարիներ առաջ էր շատ վաղուց ինչ որ մի ինցիդենտի մեջ էր ընկել այդ հին օթանավակայանի կողմերը մի ռեստորանում եւ հետո ինցիդենտից հետո ինչ որ խոսակցություններ որտեղ ոչ այդ խոսակցության հետ կապված բայց պատահական նաև ես եմ ներկա գտնվում իր պատմածը երկու հոգի էին հավատում, մեկը ես էի ասում եմ իրավաբանա այս մարդը ոչ իր ներկայությամբ պաշտպանած մարդը գիտությամբ զբաղվող ինչ ինքը խնդիր ունի սուտ խոսելու բայց բարձվում է որ կարա ոչ միայն խոսի, այլ նաև բալտոնությամբ զբաղվի, եւ որ բալտոնությունը դա նաև մեղք գործել է։ Դու մի բանի մասին ես խոսում, որը երբևէ չի եղել։ Դու խոսում ես, որ ինչ որ հանդիպում մա եղել նշանակված, որտեղ իմ ընկեր, իմ եղբայր Արտուր Ասատրյանը չի գնացել, բայց եղել է պայմանավորվածություն։ Ես քեզ հորդորում եմ, տղա ջան, նախ չափ ու սահմանը իմացի, քեզ հետևի քո առողջությանը նաև եւ ում հետ պետք է գնայինք հանդիպան, դու մի հատ այդտեղից հələ հարցրու, եղել է նման ինչ որ պայմանավորվածություն։ Ես Արտուր Ասատրյանին ճանաչելով ուղղակի նա պետք է հարցներ տեղը ժամը։ Ինչ խնդիր կար չգնալու։ Նա թե նշում ես վախեցար չգնացի։ Ինչից, ումից, ինչի պետք է վախենայինք։ Այո, ես ու դու անցյալ տարի հանդիպում ենք ունեցել, ընդհանուր խոսել ենք այս աղետաբեր մարդակերների թայֆայից, ինչ տեսլական ունենք, ինչ մեխանիզմներ ենք պատկերացնում այս երկրի
ավերումը կանգնեցնելու եւ ես ասել եմ, որ պատրաստ եմ ոչ թե մեր հայերին գնալ, տեսնել, խնդրել, որ թողնել անձնական միջանձնային, եթե իհարկե դա շատ ինչ-որ խորը ինքը արմատներ չունի, թողնել այդ միջանձնային հարցերը, ընդհանրապես դա բոլորի մասին է խոսքը, ում որ մենք ճանաչում ենք, ում որ մենք գիտենք, ինքը, ես, նա, եւ այսօր միասնական մեկ բռունկ դարձած պաշտպանենք մեր հայրենի տունը, Գևորգ։ Մի արա այդպեսի բաներ, եթե անում էիր, դու առիթներ մինչև այս ունեցել ես, քեզ նման ձևով, եւ որ վերջում ասում ես, որ ժամկետ, թե չգիտեմ, ուշադիր եղեք, բան էլ հանկարծանես չլինի ջղայնանամ, կարաս ջղայնանաս, կարող ես ջղայնանալ, հանգիստ, քեզ ոչ մեկ չի պահում, քեզ ոչ մեկ չի խնդրում, քեզ ոչ ոք չի ասում, մի ջղայնացի, բայց դու ունեիր այլ առիթներ քեզ դրսևորելու որպես ընկեր, եթե դու ընկեր էիր։ Իմ ընկերոջ մասին, եթե ինչ-որ մեկը բան ասի, ես եթե ոչ ավելին առնվազն համապատասխան պատասխան կտա։ Դու չես արել, այնպես որ փակենք այս թեման եւ քեզ խելոք պահի, եղբայրաբար եմ ասում։ Շնորհակալ եմ, ստեսություն։